Այսօրվա հյուրի հետ կապված ես մի հետաքրքիր ու գեղեցիկ պատմություն ունեմ։ Մարդը երիտասարդ ժամանակ շատ ավելի համարձակ է լինում, քան երբ մեծանում է։ Համենայն դեպս ինձ այդպես է թվում։ Ու ես երբ ավելի երիտասարդ էի, իսկ ավելի ճիշտ ավելի փոքր, գնացել էի նայելու մի մոնո ներկայացում։ Իհարկե հիմա չեմ հիշում, թե դա որտեղ էր եւ ինչ ներկայացում էր, բայց հիշում եմ, երբ դերասանը եկավ Պակլոնի, ես չդիմացա, բարձրացա բեմ ու նրան գրկեցի։ Ու այդ ժամանակ ես չգիտեի դա ինչ ներկայացում էր, ով էր այդ մարդը, ինչ ճանապարհ ուներ անցած։ Ու մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր ես կգնամ իր տուն զրուցելու իր գործունեության մասին ու հարցեր տալու, բացահայտելու համար նրան որպես մարդ։ Այսօրվա մեր հյուրը դերասան Համլետ Չոբանյանն է։ Զանգում եմ, լավ, վերջ։ Նորից բարև ձեզ։ Ինձ թվում է մենք ձեր շենքի մոտ ենք, մի մուտք կա, ահա։ Իսկ որ հարկ 14-րդ հարկ, լավ, եկանք։ Լիֆտով գնանք, չէ։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Սրանք ձեր դիմանկարներն են։ Ոնց որ տեսնում եք, այո։ Չէ, շատ տարբեր ժամանակների հեղինակները։ Սա մենք երիտասարդ ենք, երևի մոտավորապես մի 20 տարեկանի, թե 10 Երբ 19-20-21 տարեկան Կարեն Յազերյան ճարտարապետ էր։ Իդեպ մի հետաքրքիր բան կա, նկարիչներից ինչ-որ նկարիչների տեսակ կա, որ երբ որ ասենք պորտրետ է նկարում, ինքը իր խարակտերն է դնում, այս այդ տարբերակներից, հա։ Իսկ այն ինձ թվում է չէ։ Չէ։ Այն դրիվ Այն նկարողը կինը։ Հա։ Հա։ Այդ նկարողը կինը հեղինակը Ամալինա, որը Ֆրանսիայից է, Փարիզից, ինքը եկել էր Բելգիա, մենք այդպես համերգ ներկայացում, exhibition ինչ-որ այդպես բան արեցինք ու շատ գեղեցիկ է, դուք եք լրիվ։ Այն ներքևին մի արդեն տարեց նկարիչներից մեկն է մեր ընկերներից Արմեն Գալումյան, ինքն է ասես տեղում խոսքի ընթացքում չէ բան նկարել է։ Ոայ, ինչ լիքը դուք կոլեկցիոներ եք։ Չի կարելի ասել թե կոլեկցիոներ են, պարզապես այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ տարբեր երկրներում, տարբեր ինչ-որ առիթներով, ինչ-որ բաներ հավաքվել են, եւ այսքան դից չի երևում։ Իր որ հետաքրքիր պատմություն ունի։ Դե ամեն մի իր երևի իր պատմությունն ունի, ինչ որ իրեր կան, ինձ հետ է կապված, ինչ որ իրեր կան ընտանիքի անդամների հետ, ասենք կնոջս հետ է կապված, երեխաների հետ են կապված։ Օրինակ, այս իմ ներկայացման ժամանակ ինձ ծաղիկների դեպ ես երբեմն լինում էր ինչ որ այդպես տեխնիկական դիմակ է։ Դա եւ այն վերևն էլ մեկը այնտեղ կա նստած է, տեսեք, այդպես այն մասում են խոր։ Հա, տեսա։ Երոն, հա, դա էլ իմ կարելի ասել սենց ասած սկզբի առաջին աշակերտուհիներիցս մեկը, այտենց բեմում ներկայացումից հետո դուրս եկավ ծաղիկներ հենց տեխնիկը նվիրեց։ Դե որտեղ եք ծնվել։ Երևանում ավելի կոնկրետ, եթե ուզում եք ասեք, Նորարեշի հիվանդանոցում եմ։ Շատ կոնկրետ։ Հիվանդանոցը կոչվում է ռեզուսնիկների, այսինքն բացասական արյան բանով հիվանդանոց։ Մորս արյունը բացասական չէր, բայց ինքը բավականին բարդ խնդիր ուներ, իրենց արյուն չէին կարողանում վերցնել, որովհետև շատ բարակ էր ու խորքային էր բանը։ Սենց թեմաներ։ Հասկացա։ Հետո որ դպրոցն եք գնացել։ Երբ որ ես ծնվել եմ, մենք այդ ջերմէլեկտրոկայանի տարածքում ենք եղել, Տեցում, ոնց որ ասում են այն ժամանակ, ես 2 տարեկան եմ եղել, որ այս տարածք ենք եկել, Նորքի զանգված էստեղից ոչ հեռու։ Իմ հայրական տունն է, որտեղ իմ մանկությունն եմ անցկացրել ամբողջ պատանեկությունս, հետո արդեն 2000 թվականին այս բնակարանը գնեցի ու մնացած ամբողջ պատմությունը էստեղ է։ Այս բնակարանի հետ է կապված։ Դպրոցից հետո ինչ արեցիք։ ինստիտուտ ընդունվեցի, Գեղարվեստաթատերական ինստիտուտի, թատերական ֆակուլտետ դերասանական բաժին, Կիմ Արզումանյանի կուրսը։
Այսինքն վարպետս առաջին վարպետը Կիմ Արզումանյանն ա եղել, հետո բանակից հետո այն ժամանակ առաջին կուրսից բանակ էին վերցնում, բանակ գնալուց հետո տենց մի տարի կորցրեցի, մի կուրս ներքևիչա, Նիկոլայ Ծատուրյանի կուրսը, 2 տարի այդտեղ էլ սովորելուց հետո ինստիտուտը 4 տարի էր, բայց ես 3 տարում ավարտեցի ինստիտուտը, այնպես ստացվեց իմ նախկին կուրսի հետ, մի տարի շուտ ավարտեցի։ Այնպիսի իրավիճակ էր, որ ես 90 թվականին գնացի Կանադա եւ իմ կուրսում արդեն այդ կուրսային աշխատանքների մեջ կայի մի ժամանակ միջև գնալը, հետո ես որ եկա, արդեն ինչ որ փաստեր տեղի ունեցել, որ ինչ որ կուրսային աշխատանք ձեզ հանել էին շատ հանդիպող ուզում ղեկավարս հաներ, բայց քանի որ իմ նախկին կուրսի հետ եւ ես դիպլոմայինում էի գլխավոր դեր խաղում եւ բոլոր քննություններին ինձ խնդրում էին ասում Համլետ ջան, արի խնդրում եմ, ասենք բարի դասատուն ասում էր Լուիզա Վարդյան ասում էր, արի Նարեի հետ առաջին պլանում ապարեք, պետական քննություն պետք է անձնենք, Սուսերամարտը հանձնել եմ իրենց հետ, բոլոր խմբակային եւ ոչ այլ բաները իրենց հետ հանձնել էի ու այն պահը որ ես ասենք թե այդ կոնֆլիկտը եղավ, ես ջղայնացա ու ասացի վերջ ես դուրս եմ գալիս ընդհանրապես ինստիտուտից, ես բան չեմ տարեկետում չեմ վերցրի, մի կուրս ցած չեմ նստի, ես պարզապես երևի կգնամ Մոսկվա կամ գիտի հետո կուրսից ղեկավարը նախկին կուրսից ղեկավար Կիմ Արզումանյան ասաց ոչ միտեղ էլ չես գնա իմ կուրսի հետ կավարտես քանի որ այդ ամեն ինչն էլ ասում է հանձնել ես քեզ ինչ ա մնում այն մնացած հանրակրթական բաները արագ հանձնի ու ընդ որում շատ էլի բարձր գնահատականները բոլորը շատ հանձնեցի շատ արագ հա ու տենց ինչ որ շատ արագ թռիչքային ձևով ստացվեց դեռ ինստիտուտի տարիներում ես արդեն թատրոնում էի աշխատում Եռանկյունի թատրոնում դա էլ ինչ որ մի քիչ խանդով էր այն ժամանակ նայվում երբ որ դու թատերականի վարպետ եւ այլն հիմա էլ այդպես հա հիմա էլ փաստորեն այդպես դե այդ պահը կա երբ որ ուսանողը արդեն թատրոնում է այդ եւ խանդը եւ ասենք թե մի քիչ հասկանալի է դա ես չգիտեմ դա խանդ է թե ինչ է բայց ամեն դեպքում հիմա մարդ որ սովորում է թատերական ինստիտուտում ու զուգահեռ նկարվում է ինչ-որ պրոյեկտներում կամ աշխատում է թատրոնում, արդեն կոնֆլիկտ է առաջանում։ Դա բնական է, որովհետև այդ կոնֆլիկտը չի կարող չառաջանալ, երբ որ ուսանողներ կան դասերից են բացակայում դրա պատճառով, դասերին այդքան էլ ուշադիր չեն, հիմա շատ ավելի բան է, ես որ հիմա տեսնում եմ, ասենք այն ուսանողները, հիմա դասավանդում եմ Շարլ Ազնավուրյան անվան արվեստի քոլեջում, հիմիկվա մեր ուսանողներին, որ տեսնում եմ եւ հիշում եմ իմ ուսանող ժամանակները, ու մոտեցումը մեր ուսումին հիմիկվա ու դեն ծայրահեղ մեծ տարբերություն է։ Ինչն է տարբերությունը։ Տարբերությունը այն է, որ մենք այն ժամանակ շատ ավելի լուրջ ենք նայում ուսումին։ Անկախ նրանից, որ օրինակ տեսեք, ես 90 թվականից արդեն եւ թատրոնում էի եւ ռադիոներում էի գնում նույն կուրսի ղեկավարները Նիկոլայ Իվանովիչը ինձ Տրուֆալտինոյի նման ինձ էլ ասում էր Համլետինո այսինքն լրիվ Տրուֆալտինոյի կարգավիճակի մեջ է հետը տանում էր ռադիո հետը տանում էր ինչ որ հեռուստատեսություն բան Համլետինո հետևից այդ ընթացքում ես երբեք ոչ մի ժամ ոչ մի րոպե դասերին չեմ բացակայել այդ ընթացքում ես նաև հասցնում էի եւ այլ տեղեր գնայի եւ ռեժիսորական կուրսի ինչ որ ներկայացումներին լինեի մանկավարժական նույնիսկ ինստիտուտում ինչ որ կուրսային աշխատանքի էի բանանում հեռուստատեսություն ու այս ասենք դրա միացավ նաև ասենք 90 թվականի իմ առաջին արտասահմանյան ուղևորությունը դեպի Կանադա Եռանկյունի թատրոնով ամեն ինչ հասցնում էի կարելի է ասել որ ավելի շատ ոչ թե ակադեմիական կրթությունն է կարևոր այլ թե ով է լինում վարպետը դա էլ կարևոր է ակադեմիական կրթությունը այնքանով որքան ինչ է նշանակում ակադեմիական կրթությունը այսինքն շատ կոնկրետ դրված կանոններ կան առանց կանոնների շիլաշփոթական վիճակը ամեն դեպքում ինչ որ բանի չի ասում որոշակի կանոն պետքա լինի որոշակի մեթոդ պետքա լինի թեկուզ այդ մեթոդը ասենք ոչ թե ակադեմիական մեթոդը լինի այն ինչ որ մեր մոտ ընդունված է դրա հետ միասին նաև դու ձևավորվում ես քո դասախոսների այս դիսցիպլիներ դասախոսների միջոցով ամեն մի դասախոսից եթե դու իսկապես այն ուսանողն ես որ մատերիալանքով չի նայում որը չի գալիս պարզապես ժամավաճառությամբ զբաղվելու դե այդպեսիները շատ են
Այդպիսիները շատ են։ Հիմա ավելի շատ են կարծում եմ։ Այն ժամանակ այդքան շատ չէին։ Ես հիմա որ Բաղդադում նույնիսկ մեր կուրսի ամենաանլուրջ ուսանողներին ես չեմ համեմատի հիմիկվա ուսանողներից։ Իսկ հիմա ինչ են անում ուսանողները։ Հիմա դուք փորձ ունեք, դուք դասավանդում եք, շփվում եք երիտասարդ սերունդի հետ, ինչ են անում, ինչն է պակաս։ Հիմա ասեմ ինչ են անում։ Էսա հիմա այս հիվանդությունը իմ ուսանողների եւ ոչ միայն ապրում, դե ես էլ եմ երիտասարդ։ Հա։ Մենք էլ ենք ինչ որ առումով դրա մեջ, դա էսա ընդհանուր համընդհանուր հիվանդություն է, բայց այս համընդհանուր հիվանդության մեջ ես օրինակ երբ որ ուսումնական process-ի մեջ եմ, ես երբեք այս տուփի մեջ մտած չեմ, որովհետև ես կոնկրետ գործով եմ զբաղված եւ ոչ միայն դասավանդման պահին, երբ որ ասենք թե ինչ որ կոնկրետ լուրջ բաներով է զբաղված, քո գործով է զբաղված կամ ինչ որ ինքնակրթությամբ է զբաղված, ոնց կարելի է ասենք ինքնակրթության զուգահեռ կարելի է այստեղից ինչ որ մի բան կարդալ, ինքնակրթվել, բայց այդ այն ժամանակ երբ որ դու ուրիշ այլ տարբերակ չունես, դու միայնակ ես եւ ինքնակրթությամբ է զբաղվում նույն տրանսպորտում եւ այլն, սա եւ տալիս է մեծ հնարավորություններ ինտերնետի անծայրածիր գիտությունային ինչ որ կա եւ մարդուն կապում է ուշադրության դաշտի հետ։ Իսկ ո՞րն է եղել այն պահը, որ դուք որոշել եք, որ ձեր կյանքը թատրոնի հետ եք ուզում կապել, ընդունվել ինստիտուտ եւ այլն։ Ես երբեք չեմ երազել դերասան լինել, այդ պահը չի եղել։ Այդ ամեն ինչը ինքնաբերաբար է ստացվել։ Ինչ որ նույնիսկ ասենք դիպվածի, ինչ որ պահի հետ կապված։ Այս բանը ժամանակ առ ժամանակ ասում եմ, իմ թատերական ինստիտուտ ընդունվելը շատ տարօրինակ բան ձևով ստացվեց։ Ինձ թվում էր ես կգնամ ինչ որ տեխնիկում, բան եւ այլն, կինոյի, ֆոտոյի, բան ինչ որ այդ կա դարբերակի մեջ։ Ինձ այդ պատկերն էր հետաքրքիր, ինձ նաեւ ֆիլմերը հետաքրքիր էին այդ բանի միջոցով, այդ պրիզմայից նայելու։ Բայց այդ ընթացքում շփվելով, ասենք, եղբորս շրջապատի հետ, որը նկարիչների հետ ընկերություն անում, ես փոքր երեխա, իրանից 13 տարի փոքր։ Տեսեք ամեն դեպքում արվեստով շրջապատված։ Այո, այդ պահը կար, որ իր ընկերների միջոցով ես նկարչություն էի բանում։ Եվ այսպես ինքնաբերաբար, հետո ինչ որ թատրոն գնալ, թատրոնի ժողովրդի հետ շփվել, հետո հանկարծ հայրս մի օր նեղացավ, ջղայնացած, մեծ եղբորս վրա էր ջղայնացել, մնացած ասենք իր զավակների ու ասես վերջին հույսը ես էի, ասես իմ զավակներից ոչ ոք խելքը գլխի մարդ չգտնվեց, ինչի մի հատ ինստիտուտ չընդունվեցինք բան եւ այն, չնայած ասենք մեծ եղբայրս ստուդիաներ ընդունվել, բայց իր համար շատ էր բան ցանկալի, որ մեկը ծնողի համար կարևոր է, մինչեւ հիմա նույնիսկ։ Ու ես գնացի ինստիտուտ, որ կտրվեմ։ Իմ ինստիտուտ գնալու, այսինքն թատերականի հետ, ու ինչու թատերական, որովհետև թատերականը հենց ամենաառաջին բանն էր, ու դպրոցում բոլորը շոկի մեջ էին, նախ դպրոցում բոլորը մտածում են, եթե Համլետը գնացել է գեղարվեստա-թատերական ինստիտուտ, ուրեմն ինքը գնացել է գեղարվեստական բաժին, որովհետև գիտեն, որ ես նկարում էի, ու հանկարծ թատերական, այն Համլետը, որ դպրոցում սուսիկ-փուսիկ, ես ուրփաթախոս էի, ասենք ոչ ոք միշտ որ ասում, բոլոր ծիծաղում են, ասում են հիմա զավզակ եմ, հա։ Իսկ դուք կարծում եք, որ ժամանակը ու տարիքը դերասանի համար ավելի շատ ազատություն է, թե սահմանափակում։ Ժամանակն ու տարիքը փորձություն է, փորձ է։ Այսինքն ոչ թե սահմանափակում է, բան, այսինքն սահմանափակում այնքանով, որ որոշակի բաներ են, ինչ որ դու այն տարիքում, ասենք 20 տարեկանում, 30 տարեկանում հետագայում արդեն կամացեց 40-ից հետո գալիս է մի ուրիշ տեսակի, նույնիսկ ասենք մնջախաղի արտիստի համար, ամենը ներկայացման էտյուդները ես անում էի մի տարիքից, որ երբ որ 20 տարեկան էի եւ հիմա որ 55 տարեկան եմ, այդ մոտեցումը, այդ պլաստիկան փոխվում մտածելակերպն է փոխվում, ավելի ուրիշ բաների վրա է ուշադրությունը գնում, ինչերի նյուանսների վրա է ավելի շատ ուշադրությունը գնում, այն ժամանակ ավելի շատ պլաստիկայի վրա էր, ես ոնց որ փորձես հանդիսատեսին քո մարմնով զարմացնես, այդ բանը կար, այսինքն ոչ թե բանի, իսկ հիմա նյուանսներ, ժամանակի ընթացքում շատ բաներ կան, որ հանդիսատեսի միջոցով ես կարողանում զգալ, թե ինչն է հանդիսատեսին, ու տարբեր հանդիսատեսի տարբեր բաներն է հետաքրքրում։ Մարդով գոնե 1-2 անգամ բեմա բարձրացել, հաստատ գիտի, որ շատ դժվար ու կարևոր բան է հենց առաջին պահից հանդիսատեսին հավաքելը։ Ու խոսքը բեմի վրա շատ հաճախ օգնող գործիք է։ Ու երբ որ խոսքը բացակայում է, դերասանը
իմ կարծիքով դերասանի շարժումները պետք է լինեն այնքան ճշգրիտ, հաստատ, ճշգրիտ ու կայուն, այսպես ասեմ, քանի որ խոսք չկա այդտեղ։ Ձեզ համար այդ պարագայում ի՞նչն է ավելի կարևոր դառնում, ներքին վիճակը, տեխնիկան, թե հանդիսատեսին պահելու այդ զգացողությունը, թե ինչ որ մի բան փոխանցելը, երբ չկա խոսք։ Շատ բազմապլան եւ շատ լավ հարց տվեցիր ու բազմապլան։ Երբ որ ասեցի երիտասարդ ժամանակ քո առաջինը այն էր, որ դու իրենց ուզում ես քո մարմնի նկարածը ցույց տաս, որ իրանք ընկալեն ասած բան, այսինքն դրան ու հավաքելու խնդիր ունես, եթե դու սկսնակ ես, դու փորձում ես բան անես հավաքես, շատերի մոտ հավաքելու խնդիրն էլ չկա, եթե ասենք իրանք չեն հասկանում բեմը ինչ է, ոնց է, ասենք պատասխանատվությունը երբ որ չկա դերասանի մոտ, այդ հավաքելու խնդիրն էլ չի լինում։ Ժամանակ առ ժամանակ ես մի ժամանակ շատ հաճախ էր այդ երազ էի տեսնում, որ ես հանդիսատեսի մեջ տեսնում եմ մի ներկայացում ա գնում ու զգում եմ ներկայացումը պրավալ ա գնում։ Դերասանները տեքստ չեն հիշում, չգիտեն ինչ խաղան ու այսպես իրավիճակ ա ու ես այն ամենավերևից վազելով իջնում եմ բեմ ու հենց այդ բանից այդ կուլիսների մասից sense մեկ բեմից եմ թռնում բան ու ես վստահ եմ որ ես բեմ կգնամ ու իմպրովիզով բանով կփրկեմ իմպրովիզով ներկայացումը իմ վրա կվերցնեմ ու հանդիսատեսը կհասկանա որ այդ ամեն ինչը այդպես էլ պետքա լիներ։ Ժամանակ առ ժամանակ եղել են նման բաներ, որ պրավալներ է եղել բեմում ու երբ որ իրավիճակը փրկում ես, երբ որ դու պրոֆեսիոնալ ես ու տիրապետում ես իրավիճակին, հանդիսատեսը մտածում է, որ դա ինչ հրաշալի պահ էր, որ այդ ոնց էին արել Տրանսիլվանիայում մի ֆեստիվալի եմ ասում, ֆեստիվալ 10-րդ ֆեստիվալն է, շատ գրանձիոզ ֆեստիվալ, բանի նախագահը ինձ ասեց, ես քեզ հրավիրում եմ որպես պատվավոր հյուր VIP guest, այնպես ասեցի, չէ, դա ինձ չի բավարարում, հենց այնպես գալ պարզապես ներկա գտնվելու որպես կլինի, ես ներկայացումով գամ, ինքը ասեց հրաշալի, շատ ավելի լավ ու ես իմ մոնո ներկայացումն էլ տարա, ներկայացումը մոտավորապես մի 40-ից 45 րոպեանոց ներկայացում էր, մաքսիմում 50 հենց սկզբից դե ես այդ տեխնիկական մասն էի բանանում այն ժամանակ այն բան կասետներից կա չէ որ գրիշով բերիմոտ կային կանոն սովորական կոմպակտ կասետները դրանով որ տարա այս ասեցնից ինչ ես որ թիվնա այս Ռամզեսի բանից ես բուրգերի տակից ես անել դե ասեցի մեր հնարավորություններն է ասեց հիմա ես այդ բանը այդ Սվետավիկ չէ լույսային բանը օպերատորը վերցրեց ասեց ես իրան կդնեմ բանի մեջ ու ինքը բան կլինի ու ես սուրճ կխմեմ այդ ընթացքում ասեցի ինչ ուզում ես Սարա քեզանից գնում է պարզապես սա դնել որովհետև դնում ես եւ չես անջատում ինքը ծերից ծեր այնպես է ռակորդներով բանով արված է պարզապես լույսը տալիս ես անջատում ես անջատում ես էտյուդները առանցին օքեյ ամեն ինչ նորմալ է հետո արդեն գնացի որ փոխվեմ այդտեղից սկսվեց պրավալների սկիզբը Ես դե արագ փոխվում եմ հանդիսատես այնտեղ լսվում է այդ արագության մեջ աշխատողներից մեկին ասեցի հետևից ցեպը ասեցի քաշի այս կինը sense թափով sense քաշեց ու բացվեց ցեպը փչացավ sense բացվեց ու փաստի առաջ կանգնեցի ասեցի ոյ կներեք փչացրեցի ձեր ցեպը բան sense ասեցի ոչինչ ինչ որ մի բան պետք է մտած այս վերցրու ասեցի կարի վրա ասել չհանեմ որովհետեւ որ հանում չեմ կարող հակնեմ դե արդեն ինչեւ էստեղ բաներ ասեցի հենց վրաս կարի այդ արագության մեջ այդ կինը հիշում եմ այդ բանից կարելից առաջին բաներից մեկն է որ ասեց թելը պոկեց ասեց բերան այդ բաց ասեցի հա ու բերանս դրեց ասեց սա ես գիտեմ ինչի համար եմ ասում այտենց ընդունված է ինչ որ Դե մեր մոտ հայկական բանի մեջ էլ կան այդ բաները։ Հա, որ մարդու վրա շոր չի կարելի կարել, է։ Շոր չի կարելի կարել։ Նույնիսկ Ռումինիայում էլ կար այդ զորությունը, հետո արդեն վերջ լռություն, sense գուլեր հանդիսանով, sense մտության մեջ գնացի, երաժշտություն, լույս սկսվեց, երաժշտությունը սկսվեց։ Բանը ներկայացումը սկսվեց, ներկայացումը գնում է ու ներկայացման կեսից մի պահ լույսը գալիս է, երաժշտությունը չկա։ Սկզբից երաժշտություն պետք է լինի, հետո բան։ Հայ սկզբերը բարձրացեցի, այնտեղ դե լույսով բան եմ անում։ Այդ զվուկային օպերատորը, որ համ լույսն է տալիս բան, տեսա այնտեղ sense բաներ անում։ Ոյ աստվածի, ես կփախնեի բեմից։ Պատկերացրու, պրավալա գնում ու դու հասկանում ես վերջ, ինչ որ երկրից ասեմ ավելի։ Ու ես այդ պահին դե բնականաբար պետք է արդարացնես այդ իրավիճակը։
Սենց բան արեցի ու սկսեցի ուրիշ ներկայացում խաղալ։ Գնում եմ կուլիս, սենց ոտս սենց բանով բաց, հանդիսատեսը սկսեց ծիծաղել, իրենց թվաց դա ներկայացման մի մաս է։ Ես ասում եմ մեկ էլ ես բան ասում եմ it's broken, it's smoke, something is broken, it's not work, ասում եմ որ բան այնտեղ դե իր հետ բեմում երբեք բնականաբար չեմ թույլ տա խոսել, բայց ասում մի րոպե ու ցույց եմ տալիս իրան իրավիճակը խաղում եմ իրան։ Հետո հանդիսատեսը ծիծաղում է, ես մտնում եմ, ասում եմ իմ կասետը դիր, ես բարձրանում եմ, հանդիսատեսը տենում է, ես բուջուր մար, ես դեզ մազերով, կապույտ աչկերով մեծ, ուսում թզուկի նման բարձրացա այնտեղ, հետո այնտեղից ինչ-որ բաներ ասում ինչ էլի բան, մեկ էլ գալիս ասում է որտեղից դնեմ, ասում եմ դու դիր, ես կասեմ, հետո դնում է բանը, դե այնտեղ բանն էլ միացրած, դնում ասում եմ հետ դուր ինքը բանով ձայնով հետ է տալիս ու ես քանի որ ձայնով հետ է տալիս ես սկսում եմ հետ խաղալ էտյուդները արած էտյուդները սկսում եմ հետ խաղալ բայց ոնց է կողմնորոշվել դե այդ այն իրավիճակն է որ անբացատրելի է երբ որ դու արդեն իրավիճակի մեջ ես դա քո համար դառնում է ներկայացման մի մաս դա ամբողջական իմպրովիզացիոն կտոր էր այսինքն ես սկսեցի հետ խաղալ էտյուդները ինչ որ իրանք նայել են արդեն տեսել են չէ այդ կտորները որ խաղացել ինչ որ առաջ տվեց հետ տվեց բան ինչ որ բաներ իրանք արդեն տեսել են բան ես արդեն սկսեցի բանի մեջ մտնել, սենց ազարտի մեջ եմ մտնել, սենց հավեսով խաղում եմ այդ իրավիճակը, համ խաղում եմ, համ սպասում եմ այն պահին, բայց ինձ սկսեց դուր գալ մի պահ, ու ես դրա վրա սկսեցի մի քիչ ուրիշ բաներ, հենց տեղում ուրիշ բաներ ստեղծել, հանդիսատեսը ծիծաղում է ու նկատում եմ այնտեղ դուռը բացում, փակում, ու ինձ թվաց ընթացքում ժողովուրդը արդեն զահլան գնաց, թեև ծիծաղում են բաներ անում, ինձ թվաց հեսա դահլիճի կեսը կմնա, ու հենց այդտեղ եկավ, շարունակեցի, ամբողջությամբ ներկայացումն ավարտվեց, լույսերը տվեցին, ես տեսա, որ ոչ միայն նստելու տեղ չկա, այլ նաև կանգնելու տեղ չկա, այս մարդիկ սենց բան Գնանք տանիք։ Գնանք տանիք։ Գժվում եմ տանիքների համար, ես որ Կիրովականում էի ապրում, միշտ գնում էի Կիրովականի շենքերի տանիքները բաց է Երևանինը չէ։ Այստեղ էս վերևից էլ շանս լավ վիո է գալիս։ Ոյ ես ինչ հաճելի։ Այս ամբողջ Երևանը ոտքի տակ։ Դուք պետք է ինձ պատմեիք Եռանկյունի մասին եւ ոչ միայն Եռանկյունի թատրոնի, ձեր Կանադա գնալու, հյուրախաղերի։ Եռանկյունի թատրոնը ոնց որ ասեցի իմ առաջին թատրոնն էր, որը դեռ ուսանող տարիքից ասենք 90 թվականից ինձ հրավիրեցին, ես այնտեղ մտա Եռանկյունի թատրոնը Մալյան թատրոնից սկսված եւ համալրված, տարբեր թատրոններից համալրված մի խումբ էր, մի թատրոն էր, թատրոն ստուդիա, այնտեղ Վարդան Այգեկցի առաջին այդպես ներկայացումներից եղան, Մերկ Թագավորը երաժշտական ներկայացում եղավ, որով հենց Կանադա գնացինք Այգեկցիով եւ Անդերսենի հեքիաթի հիման վրա այդ ներկայացումով իդեպ հետագայում այդ ներկայացումը արդեն դարավ այդպես ոնց որ ասած մյուզիկլի տարբերակի, ռոք օպերայի տարբերակի մի բան Էդվարդ Զորիկյանն էր այդ երաժշտության բանի հեղինակը Եվ հետո դրանից հետո ինքնաբերաբար կամաց-կամաց sense շարունակվեց Եռանկյունի թատրոնից հետո ես այդ թատրոնի մի մաս բարձրաց վերադարձավ Մալյան թատրոն ինձ էլ հետները տարան Մալյան թատրոն իմ երկրորդ թատրոնը այսպես ասած որ Մալյան թատրոնն էր հետո Մալյան թատրոնից հետո մտա մնջախաղային կյանքի մեջ Ստեփան Շահինյան այդ թատրոնի ղեկավարն էր այդ ընթացքում նաև ես զուգահեռ
հայրը ինչ որ մի ժամանակ աշխատում է եւ Մալյան թատրոնում, եւ Մնջախաղի թատրոնում, նաեւ Փոսի թատրոնում, երիտասարդական թատրոնում, այնտեղ էլ մի երկու ներկայացում էլ այնտեղ է խաղում։ Եվ այսպես շատ տարբեր թատրոններում, տարբեր եւ հեռուստատեսությունը գումարվեց այդ ամեն ինչին, հեռուստատեսությունից բացի այլ գործունեությամբ էլ էի զբաղվում, ես ձեզ ասեմ, այդ ժամանակ այդ իմ էքսպերիմենտալ ժամանակաշրջանն է, երբ որ ես ամեն ինչ մեջ sense քեթս խոթում եմ, որպեսզի ես վստահ էի ու հիմա էլ եմ վստահ, որ դերասանը պետքա մենակ դերասանությամբ չզբաղվի, այսինքն ինքը տարբեր մասնագիտություններով պետքա զբաղվի, տարբեր ատմոսֆերանում պետքա լինի։ Ես նույնիսկ ասենք թե մարդկանց հետ պետքա շփվի, մարդկանց հետ շատ տարբեր մարդկանց հետ, լիքը արվեստի տեսակների հետ պետքա շփում լինի։ Այո, մտահորիզոնը բավական ինչքան լայն է լինում մտահորիզոնը, այնքան արտիստը ստեղծագործողը լինում է ավելի մեծ հնարավորությունների տեր, ավելի մտահորիզոն ունեցողը բնականաբար պետք է։ Իսկ ինչպես ստացվեց, որ դուք այդքան շատ ճամփորդեցիք տարբեր երկրներում գործի բերումով, ճակատագրի բերումով, հետո ասենք այդ ընթացքում նաև բաններ, Գոհար սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ համագործակցությունը եղավ ու այսպես տարբեր երկրներում լինելով տարբեր թատերական խմբերի հետ համագործակցել, գաստրոլների որ գնում էի տարբեր էլի առիթներով, թե Գոհարի հետ, թե մոնոներկայացումներով, ոնց որ ասեցի, առաջին բանը եղավ Կանադան իմ արտասահմանյան առաջին ուղևորությունը, հետո երկրորդը Լիբանան ու այդպես ծայր տվեց շարունակվեց ու հետո ինչ որ մի չգիտեմ քանի տարի առաջ էր եղբորս աղջիկը դեռ ինքն էլ փոքր էր ասաց հոր եղբոր քանի երկիր ես եղել ասեցի դե շատ չեմ հաշվել քանի երկիր եմ եղել ինքը սկսեց բան անել այս երկրում եղել ես այն երկրում սկսեց հաշվել ինքը հաշվեց այն ժամանակով 38 թե 39 երկիր հետո դրանից հետո իհարկե շատացել են ավելի որտեղ եք ձեզ ամենաշատը տանը զգացել բացի Հայաստանը։ Ես այսպես ասեմ, ամենտեղ ինտեգրվում եմ, օրինակ Լիբանանում էի լինում, ինչ որ մի պահի sense գնում ես նույն Լիբանանում, նույն հյուրանոցում, նույն համարում երբեմն sense գնում ես մահճակալ, նույն սրճարանը բան, հետո գնում ես մահճակալին բարկում ես ասում, օֆ, տուն վերադարձա, մեկ էլ sense պաուզա է առաջանում, ասում իշ տուն։ Տունը Հայաստանում է, իշ տուն։ Այսինքն այնքան հարազատանում է տարածքը, քեզ թվում է արդեն քո տունն է։ Իսկ Երևանը շատ է փոխվել։ Բավականին։ Երևանը շատ է փոխվել։ Շատ է փոխվել։ Երևանի մեջ այն ժամանակ մի այլ տեսակի ջերմություն, տաք բան կար։ Պարզություն կար Երևանի մեջ։ Երևանի մեջ կար ինչ որ կոլորիտ, այո։ Հիմա ահա որ էկլեկտիկ, ես էկլեկտիկա սիրող մարդ եմ, բայց այս էկլեկտիկան, երբ որ իմ այն մանկության հիշողությունների հետ է կապված, այդ ամեն ինչի հետ որ կապված է, այս ամեն ինչի այդ իմ հիշողությունների ավերումն է ստացվում, այսինքն ինչ որ պատճառը որն է որ փոխվել է։ Մարդիկ ժամանակները թե ինչ։ Դա բնականon իրավիճակ է ինչ որ առումով, ժամանակները փոխվել են մտածելակերպն է փոխվել, մարդիկ են փոխվել, որովհետև այդ ամեն ինչը փոխվել է։ Փոխվել է մեր քաղաքի Երևանի ճարտարապետությունը, այսինքն օրինակ երիտասարդության պալատը, որ հիմա չկա, ես իր կարիքը միշտ իր պակասը զգում եմ։ Ու ինձ համար ոնց որ այդ իմ վերքերից մեկը սպի է ինքը։ Այս տարիների ընթացքում շատ հիասթափություններ են եղել, շատ տարբեր բաներով, այսինքն երբ որ դու ամբողջին տրվում ես սիրով, ամեն ինչին վերաբերվում ես որպես քոնը, ու հետո հանկարծ ինչ որ բաներ վերադառնում է շատ վատ ձևով, երբ որ կողոպտում են քեզ այդ ամեն ինչից հետո այն ցավալի հիշողություններ են մնում։ Եվ ամփոփելով մեր զրույցը ձեզ մի բան հիշեցնեմ։ Տեսնեմ հիշում եք թե չէ։ Մի անգամ դուք մոնո ներկայացում եք խաղում եւ Ես մի անգամից հասկացա ինչ ես ասելու։ Պագրոդի ժամանակ մի աղջիկ եկավ բեմ ձեզ գրկեց։ Դա ես էի։ Հա, ես հիշում եմ, բնականաբար հիշում եմ։ Եվ ինձ համար շատ անսպասելի էր, որովհետև ես էլ երբեք նման բան չեմ արել, հիմա չեմ էլ անի հաստատ։ Ինձ համար առաջին բանն էր, որ ես հնարավոր չի որ չհիշեի, ով է որ ինձ այդպես հիշում է, այդպես շատ անսպասելի էր, էլի, բայց դու ինձ
համար ծանոթ տեսակ էր, որովհետև իմ ընկերական շրջապատի մեջ եղել են մարդիկ ամբռնազբոս եւ իմ գոլեգաների մեջ, որոնք այդ տեսակի sense իրենց sense արտահայտությունը երբեմն ինձ կարող են թույլ տալ։ Ու ես էլ խորքում շատ անսպասելի այդպիսի պահեր ունեմ։ Ես էլ կարող եմ շատ անսպասելի ինչ-որ մի նման տեսակի բան անեմ։ Դրա համար դա ինձ համար նաև այնքան շատ ընդունելի էր, որ ու հասկանալի էր նաև։ Ուզում եմ ասել, ես ձեր արվեստը շատ եմ սիրում ու շատ շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալեցիք այսօր։ Ես էլ ձեզ եմ շատ շնորհակալ, որ հյուր եկաք մի քիչ բլբլացինք իրար հետ։ Այո, չկրկնվող հրաշալի օր։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Այս գարնանային հրաշալի օրով մաղթում եմ ձեզ հաջողություն, ջերմ եւ բովանդակալից զրույցներ։ Գնացինք։ Դե վերջ։